1703 թվականին ռուս թագավոր Պետրոս Մեծը, ապագա Պետրոս Մեծը Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։ Հին ռուսական հողերի վրա, որոնք ժամանակի ընթացքում անցել էին շվեդերին, նա հիմնեց նոր քաղաք, անվանեց իր ու Սուրբ Պետրոսի պատվին եւ քաղաքը շատ կարճ ժամանակում դարձավ համաշխարհային կենտրոններից մեկը։ Ինչ նպատակի էր հետապնդում Պետրոսը։ Առաջինը նա ամրագրեց այդ տարածքը իր կայսրության հետևից։ Այսինքն գրեթե անհնարին դարձրեց, հավերժացրեց Սանկտ Պետերբուրգի եւ ընդհանրապես Հյուսիսային Ռուսաստանի պատկանելությունը Ռուսաստանին։ Մի բան ինչ-որ մի պետությունից տարածք խլես, ժամանակավոր կամ երկարաժամկետ, լրիվ այլ բան է, երբ դու դարձնում ես այդ տարածքը քո մայրաքաղաքի, իսկ մայրաքաղաք խլելը որևէ երկրից դա չափազանց պրոբլեմային հարց է։ Երկրորդը Պետրոսը մեծ մայրաքաղաքի տեղափոխումը մեծ խթան էր Ռուսաստանի զարգացման համար։ Ի վերջո ստեղծվեց նոր ֆինանսական կենտրոն, նոր տնտեսական կենտրոն, նոր մշակութային կենտրոն, գիտական կենտրոն, քաղաքական կենտրոն։ Եվ ամենակարևորը Պետրոսը վերջ տվեց բոյարական բյուրոկրատիային, որը ուղղակի բեռ էր պետության զարգացման համար եւ հիմնեց իր կայսրական բյուրոկրատիան, որը շատ արագ Ռուսաստանը մղեց առաջ։ Մայրաքաղաքի փոփոխությունը դա քաղաքակրթական նշանակության երևույթ է։ Թուրքերը շատ են սիրել դա, շատ են զբաղվել դրանով։ Օրինակ Մուստաֆա Քեմալը մայրաքաղաքը Ստամբուլից Անկարա տեղափոխելով գրեթե նույն հարցերը լուծեց։ Տարածքի ամրագրման խնդիր չուներ ինքը Անկարայի, բայց այնուամենայնիվ, որ նա կարողացավ վերջ տալ Ստամբուլի սուլթանի նեխած բյուրոկրատիային, դա արդեն լուրջ բան էր։ Չեմ խոսում, որ Անկարան դարձավ խոշորագույն կենտրոն Թուրքիայում։ Խթանեց տնտեսական զարգացումը եւ ովքեր որ եղել են Անկարայում եւ Ստամբուլում, կասեն, որ շատ կոսմոպոլիտ քաղաք է։ Թուրքիայի ամենաոչ թուրքական խոշոր քաղաքներից է։ Մուստաֆա Քեմալի օրինակին հետևեց ուստա Նազարբաև Նուրսուլթանը, որը բացարձակ ռուսական, սովետական քաղաք Ցելինագրադը դարձրեց Աստանա եւ իր երկրի մայրաքաղաք։ Իհարկե Նազարբաև ուստի հիմնական փորձավը դա այդ տարածքի ամրագրումն էր, որ հանկարծ որևէ պարագայում ռուսների մտքով չանցնի հիմնականում ռուսներով բնակեցված վայրերը, տարածքները, ասենք Ելցինից հետո ինչ-որ մի ռուս ազգայնական նախագահ լինի եւ որոշի հետ վերցնել։ Եվ նրան թվաց, թե դրանով ինքը հավերժացրեց Ղազախստանի այսօրվա աննորմալ լուծված եւ արհեստական այդ հսկայական տարածքներ 27 քառակուսի կիլոմետր։ Բայց նաեւ իհարկե Աստանան էլ շատերն ասում են գրեթե Դուբային չի զիջում, Աստանան էլ մեծ խթան հանդիսացավ Ղազախստանի թե տնտեսական, թե գիտամշակութային, թե կրթական, թե ընդհանրապես քաղաքական զարգացման համար։ Հիմա այսօր կարդում ենք, որ մեր ժողովարդապետ Փաշինյանի ամենամոտ, ամենահարազատ ընկերը Ալիև Էֆենդին որոշել է մայրաքաղաք տեղափոխել Ոչխարը։ Եվ իբր 4 քաղաք են քննարկում, բայց դե 3-ը իհարկե ուղղակի վիտրինա են, իսկ 4-րդը մեր Ստեփանակերտն է, Խանքենդին։
առաջի երեխը Եվլաղը, Գաբալա, Գյանջա եւ 4-րդը Ստեփանակերտն է։ Այսինքն սույն էշը ուզում է հավերժացնել Արցախի պատկանելությունը Ադրբեջանին մայրաքաղաքի տեղափոխման միջոցով եւ ուզում է բարձա հետապնդում է նաեւ այն ավելի քիչ ստրատեգիական նպատակները, որոնք հետապնդել են Մուստաֆա Քեմալը, Պետրոսը եւ ընդհանրապես բոլոր մայրաքաղաք փոխող առաջնորդները։ Եվ սա իհարկե դուրեկան նորություն չէ մեզ համար, բայց պետք է ասեմ, որ Էշալիևը ինչ-որտեղ խելք ունի, նա տագնապի մեջ է, օրինակ, ինչի համար է նա պարտադրում պնդում, որ Հայաստանում սահմանադրություն փոխվի, որ հավերժացնի այսօրվա Փաշինյան-Նիկոլի ստեղծած իրականությունը, որովհետև ռևանշի վախ ունի, որովհետև նա հասկանում է, որ ցանկացած ազգային իշխանություն նրա հերը կանեցի։ Արցախը միանշանակ ամեն ինչ կանի, որ վերադարձնի։ Եթե դրա համար անգամ անհրաժեշտ եղավ Ռուսաստանի, ինչ ասեմ, գուբերնիա դառնալ, հայերը դրան է կգնան։ Բացի այդ, նա մի բան էլ է հասկանում, որը նաև մենք ենք հասկանում, որ Փաշինյան-Նիկոլի ստորագրած ոչ մի թուղթ, ոչ մի իրավական, ոչ մի ուժ չունի, անգամ Փաշինյան-Նիկոլի այդ Պրագայի ստորագրությունը հոկտեմբերի 6-ի 22 թվականի լեգիտիմ չի անգամ իր տեսակետից։ Ինքը ասում է, Արցախի բնակիչները Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Դալեկտի սուտ է, բայց դել հավատակ նրան, չեն եղել։ Այդ ազնագրերը մենք նրանց տվել ենք, որ այդ մարդիկ կարողանան ճամփորդել աշխարհով մեկ։ Դու այդ տղա, եթե դրանք Հայաստանի քաղաքացի չեն եղել, դու ինչ իրավունք ունես ոչ Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը տնօրինես ինչ-որ թղթեր ստորագրես։ Ոչ Ղարաբաղն է քոն եղել, ոչ Ղարաբաղի բնակիչները։ Գնայել մի հատ թուղթ ստորագրել Ստամբուլը հանձնել իր մեկին, Ստամբուլի բնակիչները, որովհետև Ստամբուլն է, Հայաստանի քաղաքացի չեն Ստամբուլի բնակիչները։ Այսինքն ինչ է պետք անել, Սրա հրադանելուց հետո Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի աջակցությամբ պետք է ուղղակի հետ կանչի սրա բոլոր ստորագրությունները կամ դա էլ չանի, ասի, որ սենց խուժան թուղթ, ինչ-որ պեդերացների գեղեցկության կոնկուրսի նախագահ Շարլ Միշելի ներկայությամբ կամ ինչ-որ Բրիժիտ Մակրոնի կնգա ներկայությամբ ստորագրած ոչ մի բանը վավեր չէ։ Բրիժիտ Մակրոնի կնգա Էմանուել կոչված հայտարարության ստորագրությունը Հայաստանը որպես ինչ պետք է ընդունի։ Կամ Հայաստանի ժողովարչապետ կոչվածինը։ Դա ինչ իրավական ուժ ունի։ Պայմանագիր չէ, վավերացված չի ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանում հետևաբար բնականաբար քննարկված չէ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ըստ սրած Արցախի բնակիչները, արցախահայերը Հայաստանի քաղաքացի չեն եղել։ Լավ դուք ինչի հիման վրա եք ստորագրել այդ մարդկանց հանձնել եսին որ գրողի ծոցը։ Գնացեք Բաքվի բնակիչներին հանձնեք ստեղ, Աստանայի բնակիչներին հանձնեք Ռուսաստանին, Պուտինը կուրախանա։ Դուք աննորմալ չեք։ Այդ հնարավորությունը կա, այսինքն նոր իշխանությունը օգոստոսին, երբ սրա ռադիկաշելու ժամանակը եկավ, թեպետ սրան չի կարելի ամեն ինչ պետք է արվի, որ սա չձգի մինչև օգոստոս ամիս, սրան պետք է իմպիչմենտ անել, որովհետև 2 ամսում սա կարող անես բաներ ստորագրել։ Նես մի քաղաքական գեմարոյ առաջացնել, որ շատ դժվար լինի սրա կատաստրոֆիկ հետևանքները մարսել։ Եվ ինչևէ, ես խոսում եմ լրիվ ռեալ բաների մասին, լեգիտիմ չէ Փաշինյան-Նիկոլի գետ մեկ ստորագրություն կապված Ղարաբաղի հետ,
նորից կրկնեմ, Ղարաբաղը այն տարածքն, Հայաստան չէ, Ղարաբաղցիք Հայաստանի քաղաքացի չեն։ Որպես ինչ ինքը դա ստորագրել, ինչի հիման վրա է ստորագրել, կամ ինչի հիման վրա Եվրոպա կոչված է արևմուտքը, ինչի հիման վրա է դրա լեգիտիմություն ընդունում։ Ինչի։ Նոր իշխանությունը Ղարաբաղի բոլոր բնակիչներին, ասին Հայաստանի անձնագիր բոլոր կրողներին, ուղղակի կճանաչի Հայաստանի քաղաքացի, սրա ստորագրություններ հետ կբերի։ Եվ առնվազն պետք է պահանջի 20 թվականի սեպտեմբերի 26-ի ստատուս քվոյի վերականգնում, Մինսկի խմբի վերականգնում, իսկ Մինսկի խմբի հիմնական առաքելությունը եւ միակ առաքելությունը շատ քչերը գիտեն, դա Արցախի ինքնորոշումներ։ Իսկ Արցախն ուներ վիճելի տարածքի կարգավիճակ, ով որ ասում է Արցախը միշտ եղել Ադրբեջան, շահամորթի է, չի եղել այդ բան, անգամ Թուրքիան լինելով Մինսկի խմբի անդամ, երբեք չի ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս։ Հակառակ դեպքում կիմաստազրկվեր Մինսկի խմբի գոյությունը։ Դա առաջինն արեց Նոր Հայաստանի գրանտակիր ժողովարդապետը։ Ոչ մի երկիր, սա որ փորձում է Ղարաբաղը գտել Պուտինի գրպանը, սրա նրա թե Պուտինն է առաջինն արել, հետո մենք արեցինք, սուտ է խոսում, ինչպես եւ միշտ։ Սուտ է խոսում։ Բայց Պուտինի ֆրազը արտասանած կա համացանցում, գտեք, տեսեք ինչ է ասում։ Մարդը ասում է, согласно международному праву, согласно Карабах является частью Азербайджана։ Согласно։ Հայերն էլ են տենց ասել Քոչարյանի Սարգսյանի ժամանակ, բոլորն հա, согласно международному праву до определения статуса Карабаха по итогам деятельности Минской группы։ Այլ տարբերակ չկա։ Այսինքն սուտ է այն, որ աշխարհը ճանաչել է մինչև Պրահայի խայտարակ փաստաթուղթը Ադրբեջանի մաս չի եղել այս բան, ոչ ոք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնուամենայնիվ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս, որովհետև Արցախը վիճելի տարածք էր, որովհետև Մինսկի խումբը պետք է լուծեր Արցախի ինքնորոշման հարցը, թե որ կողմ ինքնորոշվեր Արցախը դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան կամ կանկախանալ, դա արդեն 4-րդ հարց է։ Ինչևէ, սպասենք ամսի 7-ին, հուսանք հաղթողը պինդ կգտնվի եւ այդ դեպքում ինքը կունենա ամենահզոր աջակցությունը, ամենահզոր օգնությունը եւ մենք կարողանանք համատեղ ջանքերով հրադանել այս արևմտյան գործակալական ցանցին հսկայական օստրակիզմի կամպանիա ծավալել այս երկրում, երկիրը գրանտակերազերծել եւ մտածել, թե ոնց ենք հետ բերելու սրանց հասցրած, սրանց պատճառով մեր գլխի եկած կորուստները։ Նորից հիշեցնեմ, խնդրեմ, որ բաժանորդագրվեք իմ YouTube-յան եւ Telegram-յան ալիքներին, լավ մնացեք, կհանդիպենք։